Երևանի Տերյան 66 հասցեում ենք այս բնակելի շենքի մոտ Ֆակտոր TV-ն վերջին տարիներին նկարահանումներ իրականացնելու բազմաթիվ առիթներ է ունեցել։ Հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանի կողմից կառուցված այս շենքում գտնվող բազմաթիվ բնակարաններ համարվում են ապօրինի ձեռք բերված։ Դրանք հիմնականում պատկանում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց։ Այս անգամ շենքի մոտ վերադառնալու առիթը կրթության և գիտության նախկին նախարար դաշնակցական Լևոն Մկրտչյանի գույքերի ուսումնասիրությունն է։ Այս շենքում դաշնակցական նախկին նախարարին պատկանող ավտոտնակն է, ըստ Հայաստանի գլխավոր դատախազության այն ապօրինի է։ Բռնագանձման ենթակա է նաև Իսահակյան փողոցում գտնվող հասարակական նշանակության այս տարածքը, որը ծառայում է որպես գրասենյակ, ինչպես նաև մեկ բնակարան Աղասյան փողոցում։ Լևոն Մկրտչյանը 1998 թվականին Քոչարյանի իշխանության օրոք առաջին անգամ նշանակվել է կրթության և գիտության նախարար։ Մինչև 2018 թվականը նա մի քանի անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը։ Եղել է նաև ազգային ժողովի պատգամավոր։